Ես նաև տեսա, թե ինչպիսի հայտարարություն էր ներկայացվել հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, իբր ինչի ենք մենք դիմել քննիչին։ Պատկերացնում եք, այսինքն գործադիր իշխանության ղեկավարը, ով պետք է հանդես գա իրավունքը պաշտպանելու, իրավունքը խթանելու, օրենքի նկատմամբ հարգանքը դրսևորելու դիրքերից, որոշակի իմաստով նսեմացնում է դատավարական գործընթացը։ Այսինքն նսեմացնում է քննիչին դիմելու երևույթը, որն էլ օրենքով սահմանված կարգն է։ Դատարանի որոշումից բխող կարգն է։ Այսինքն ինչ է առաջարկում, չդիմեինք քննիչին առանց թույլտվության հայտարարությամբ հանդես գայինք։ Այն նույն հաջողությամբ կարող ենք օրինակ ասել, մենք չենք ընդունում այս տնային կալանքը, եւ ճիշտ ենք անում, որ չենք ընդունում, որտեղ այն ակնհայտ ապօրինի է եւ քաղաքական հետապնդումից է բխում, եւ դրա համար օրինակ ասենք Սամվել Կարապետյանը այլևս չի լինելու տնային կալանքի պայմաններում։ Կարող ենք։ Գիտեք, եթե նման մեսիջ է փոխանցվում գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որ ինչի ենք հարգում մենք քննիչին դիմելու, այսինքն քրեական դատավարության ընթացակարգ, դրա նպատակը ո՞րն է, այսինքն ավելի խորը դարձնել ժխտողականությունը իրավունքի եւ օրենքի նկատմամբ։ Սա չափազանց վտանգավոր վարքագիծ է։